Փառք ասուն այսօրվա օրվա համար, փառք ասուն քո համար։ Դու ճիշտ տեղում ես, լավ է որ դու այսօր եկել ես։ Մենք ուրիշ ժողովուրդ ենք։ Դրսի ժողովուրդը, չգիտեմ որտեղ են, չեմ մեղադրում, ոմանք լավ տեղում են, ոմանք վատ տեղում են, բայց դու ճիշտ տեղում ես։ Դու Աստծո տանն ես։ Եվ Աստված, Աստծո Սուրբ Հոգին քեզ առաջնորդել է, բերել է, որ իր տան մեջ լսես Աստծո խոսքը։ Աստված շատ օրսի Սամվել եղբորը, այն ինչ որ ստեից խոսվում է, հավատում են, որ Աստծուց է։ Հնարավոր է որոշ բառեր մենք հանկարծ սխալ արտահայտենք մեր բառերի պակասության, մեր հայոց լեզվի ոչ լավ իմացության պատճառով, բայց հոգին, Աստծո հոգին ճշմարիտ է, Աստծո հոգին կպտում է մեր սրտերում, այնպես որ այսօր դու մի լավ բան պետք է լսես, որ դրսի մարդիկ չեն լսում, որ ասում եմ դու ուրիշ մարդ ես, մենք ուրիշ մարդ ենք, որ այսօր այստեղ ենք, ես այդ մասին եմ ուզում խոսանք, ժողովուրդ մենք նոր մարդիկ ենք, խոսքիս վերնագիրը նոր մարդն է, մենք նոր ենք, մարդկանց մեր սենց խոսք, ասում են ամեն ինչի նորն է լավ, ընկերոջ հինն է լավ, բայց ես ընկերոջ մասին չեմ խոսում, ես իմ ու քո մասին եմ խոսում, ամեն մեկս մեր մասին մտածենք, ես նոր եմ թե չէ, Աստված օրհնի ընկերոջս, Աստված օրհնի մեր ընկերներին, ամեն մեկս մեր մասին մտածենք, ես նոր մարդ եմ թե չէ, ոմանք նորը այլ ձևով են հասկանում, Աստծո ժողովուրդը ճիշտ ձևով են հասկանում, ես նորություն չէ որ ասում եմ, գիտեմ որ ինչ որ ասում եմ, դուք շատ անգամ լսած պետք է լինեք, ոմանք իրանց հագուստն են փոխում, սանրվածքն են փոխում, ոմանք նույնիսկ իրանց անունն են փոխում, ոմանք իրանց ազգությունն են փոխում, Աստված ոչ անի, ոմանք որ, լավ էլ չասեմ, արդեն իմացաք։ Բայց մենք նոր մարդ ենք մեր ներքուստ, մեր սրտով, մեր ներաշխարով։ Այսինքն, նոր ասելով, մենք հասկանում ենք նոր սիրտ ունենալը, որտեղ Աստծո խոսքն ասում է սրտից են բխում կյանքի ելքը, աղբյուրը։ Այսինքն մեր մտածելակերպը, մեր արժեքները, մեր վարմունքը, եթե դու ինչ-որ ժամանակ տարիների ընթացքում ապաշխարել ես, նորերը միգուցե այդքան չզգան, բայց թեկուզ նորն էլ ազգում կարճ ժամանակի մեջը, հիշում ես, որ դու լավ մարդ չէիր, հիշում ես, որ դու սխալ մարդ էիր, բայց այսօր նոր մարդ ես։ Ես մինչև ապաշխարելը շատ սխալ բաներ չեմ արել, մի օր մեկն ասեց, բայց ինչ կարիք կար, որ դու ապաշխարեր եկեղեցի գայիր, նորմալ մարդ էիր էլի։ Ասի, եթե ես օրենքից ու մարդկանցից վախենալով ամաչելով հատ բաներ չեմ արել, չի նշանակում իմ ներսը լավ էր։ Ժողովուրդ, մենք կարիք ունենք մի հատ մեր միջից դուրս գանք, մեր ներսը նայենք։ Տեսնենք մեր ներսում փոփոխություն կա, թե չէ։ Տեսնեմ, ես երեկվանն եմ, թե չէ։ Հետաքրքիր է, կենտրոնի ռայկոմի խոսքն էլ, այս խոսքն էլ ոնց որ իրար բռնում է, հիմնված արտահայտված եղբոր տարեվերջի քարոզին խոսքին, որ հիշիր, ոնց ես փոխվել ես, թե չէ դեպի լավ ես, մի տարվա ընթացքում, հիշիր, ժամանակները քեզ փոխել են, թե չէ։ Եթե ժամանակները մեզ չեն փոխել, մենք կարիք ունենք մտածելու, կարիք ունենք հոգս անելու դրա համար, որպեսզի փոխվենք։ Տեսեք, Եզեկիել մարգարեություն 18:31 խոսքում ինչ ասում։ Աստված ինքը մեզ առաջարկում, ասում է նոր սիրտ, նոր հոգի ստացեք։ Որոշ թարգմանությունում գրած է նոր սիրտ, նոր հոգի արեք։ Ինչու մեռնեք։ Ինչու մեռնեք։ Այսինքն, եթե մի բան դեպի դրականը չի փոխվում, մեռնում է։ Բույսը որ չի աճում, մեռնում է։ Ինչ-որ մի բան, եթե դեպի դրականը չի փոխվում, մեռնում է, կամ մեռցնում են։ Այսինքն, դեպի դրականը փոխվելն է նորությունը, դեպի բացասականը դա նորություն չի։ Մենք բացասականից դրականին ենք եկել և շարունակում ենք քայլել, գնալ։ Աստված տեսեք ինքն առաջարկում, դուք նոր սիրտ, նոր հոգի ստացեք, կամ ձեր սիրտը, ձեր հոգին փոխեք, դուք արեք,
Աստված մեզ առաջարկում։ Բայց մենք գիտենք ամեն բան Աստծուց, ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Երբ որ Աստված տեսնում է, որ մենք ուզում ենք փոխվել, մենք ինչ որ քայլեր ենք անում, ինչ որ բաներ ենք անում, եկեղեցի ենք գալում, աղոթք ենք անում, ներողություն ենք խնդրում, Աստծուն ենք կանչում։ Աստված տեսեք ինչ ասում։ Եզեկիել մարգարեություն 36-ի 25-ից 28 խոսքերն եմ ուզում կարդալ։ Ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ ու պիտի մաքրվեք։ Ինքը պիտի սրսկի։ Ձեր բոլոր պղծություններն ու ձեր բոլոր կուռքերի ձեզ պիտի մաքրեմ։ Ձեզի նոր սիրտ պիտի տամ։ Ժողովուրդ ինքն է տալիս։ Ու ձեր ներսը նոր հոգի պիտի նորոգեմ։ Ձեր մարմիններից քարեղեն սիրտը պիտի հանեմ ու ձեր մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Իմ հոգին ձեր ներսիդին պիտի դնեմ ու դուք իմ օրենքներից մեջ պիտի քայլեք ու իմ իրավունքներս պիտի պահեք եւ գործադրեք։ Եվ պիտի բնակվեք այն երկրների մեջ, որ ձեր հայրերուն տվի ու դուք ինձի ժողովուրդ պիտի լինեք եւ ես ձեզի Աստված պիտի լինեմ։ Այսինքն Աստված ինքը տալիս է, Աստված ինքը նորոգում է։ Ասում է ձեզի նոր սիրտ, նոր հոգի պիտի տամ։ Ձեր միջից քարեղեն հին սիրտը պիտի հանեմ, նոր սիրտ, նոր հոգի պիտի տամ։ Ու սպասում է, տեսնի, երբ որ մենք ընդունում ենք այդ Աստծո տված նոր սիրտը, նոր հոգին, ասում է իմ հոգին էլ պիտի տամ։ Իմ հոգին էլ պիտի տամ։ Դու եկար եկեղեցի, Աստված տեսա, որ դու ուզում ես, որ քո սիրտը փոխվի։ Եվ Աստված սկսեց փոխել։ Աստված սպասեց, տեսավ, որ դու շարունակում ես փնտրել, լինել։ Աստված քեզ իր հոգով մկրտեց։ Այսինքն, երբ որ մարդը ունի Աստծո հոգին, ինքը նոր մարդ է։ Դու ինքդ կարող ես քննել քեզ, դու նոր մարդ ես, թե չէ։ Դու կարող ես Սուրբ Հոգով մկրտվել ես, բայց ոչ մեկ չի տեսնում, դու նոր մարդ ես, թե նոր մարդ չես։ Անցնեմ առաջ, լավ։ Խոսքը կհասնի պտուղներին։ Հռոմեացիների 12-ի 1-ից 2-ը սկզբի Հռոմեացիների 12-ը սկզբի խոսքերը շատ ենք լսել, շատ լավ խոսքեր է։ Ասում է ընծայվեք ինձ, որպես կենթանի զոհ, ձեր մարմնավոր ձևով, որպես կենթանի զոհ ընծայվեք ինձ, եւ ձեր մտքի նորոգություն կստանաք, եւ կհասկանաք, որ Աստծո կամքը բարի է, հաճելի է, կատարյալ է մարդու համար։ Եթե դու չես ընծայվում Աստծուն, քո միտքը չի նորոգվի, դու նոր մարդ չես կարող դառնալ։ Եթե դու սենց դիստանցիայի վրա ես, եթե դու ինչ-որ մի տարածության վրա ես Աստծո հետ, դու չես կարող նորոգվել, քո միտքը, քո սիրտը չի նորոգվի, դու պետք է ընծայվես Աստծուն։ Գիտեք, Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ հետ պայման ուխտ կապեց, նա ինքը ընծայվեց մեզ, նա իր որդուն ընծայեց մեզ։ Այսօր հերթը մերն է։ Ուխտի երկու կողմներ Աստված իր ուխտը պահեց մեր հետ։ Այսօր ես ու դու պահում ենք, թե չէ, ընծայվում ենք իրան, թե չէ։ Նոր տարի, որ ձեր տուն ինչ-որ մեկն եկավ, դու էլ պարտավորված ես զգում, չէ, որ հաջորդ օրը դու ես իրանց տունը։ Հիմա եթե Աստված ինքը ընծայել է ինձ իր որդուն, ինքը իր կյանքով ամբողջովին ընծայվել է ինձ, սպասում եմ, ես ընծայվում եմ, թե չէ։ Այդ ժամանակ մենք կդառնանք նոր մարդ։ Այդ ժամանակ Աստված կտեսնի, որ ես իմ ուխտը պահում եմ, իմ խոսակցության մեջ, իմ գործերով, իմ նվիրվածությամբ, իմ կյանքով, ամեն ինչով, եւ Աստված է տեսնում, որ ընծայված եմ, եւ մարդիկ են տեսնում։ Երկրորդ Կորինթացիներին 5:17 ասում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, եթե Քրիստոսի մեջ է, ոչ թե ասենք ինչ-որ տարածության վրա ճանաչում է, լսել է էլի, որ կա Քրիստոս, որ մեր մեղքերի համար մեռել է, շնորհակալ եմ։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է։ Հները անցան, ամեն բան նոր եղավ։ Հները անցան, ամեն բան ասում են, նոր եղավ։ Ես կարիք ունեմ քննելու ինձ,
իմ հինը անցել է, թե չէ։ Աստված ասում է հները անցան։ Աստված հինը ներեց։ Իմ հինը Աստված ներել է, քո հինը Աստված ներել է։ Եթե դու Քրիստոսի մեջ ես, դու նոր մարդ ես։ Փիլիպեցիներ 3:13-ում Պողոս առաքյալն ասում է. անցած բաները թողած, մոռանալով անցած բաները, դեպի առաջինին եմ ձգտում։ Ժողովուրդ, ես ասեմ, անցած բաները չի նշանակում միայն վատ բաները։ Դու որ արդեն եկել ես եկեղեցի, դու թողել ես վատ բաները։ Դու որ արդեն հավատացել ես, ընդունել ես Աստծուն, դու թողել ես վատ բաները։ Անցյալում նաև եղել են բաներ, որ ժամանակին ճիշտ էր, լավ էր։ Այդ հին բաները Աստված չասում վատ բաները։ Ժամանակին ճիշտ էր, լավ էր։ Բայց հիմա ասում եմ դեպի առաջ նայի։ Պղնձի օձը ժամանակին շատ լավ էր։ Շատ ճիշտ էր։ Նայում էին պղնձի օձին, բուժվում էին։ Այսօր Հիսուսն ասում է ես եմ, ինձ նայեք։ Հիսուսն ասում է ես եմ, ինձ նայեք։ Ժամանակին այդ հին բաները լավ էին, բայց դու մի ապրի հնով, դու մի գովաբանի քո հինը, հները անցան, դու աճում ես, Աստված քեզ առաջ է տանում, թող, առաջ վազի, ամեն բան պիտի աճի, բնության մեջ ամեն բան աճում է, մարդիկ էլ ամեն բանում աճում են, թե մարմնավորապես են ասում, թե գիտականապես են աճում, մտքով են աճում, հոգով են աճում, Աստծո մեջ էլ աճ կա, Աստծո մեջ միշտ աճ կա։ Մի Աստծո մարդ կար ասում է, Աստված չի դադարել ստեղծագործել, Աստված միշտ ստեղծագործում է։ Աստված ուզում է մենք իր հետ համընթաց քայլենք։ Աստծուց առաջ չենք կարող ընկնել, բայց Աստծո հետ կարող ենք քայլել։ Քայլել, դե ոչ թե բնականաբար ոչ թե ետ, այլ առաջ։ Պողոս առաքյալը առաջ էր քայլում։ Մատթեոս 16:13 Հիսուսն ուզեցավ աշակերտներից իմանա, որքան են ճանաչում իրեն։ Եվ հարցը այսպես տվեց. մարդիկ ինչ են ասում իմ մասին։ Ոմանք ասին. Երեմիան ես, Եղիան ես, Հովանես Մկրտիչն ես հարություն առած։ Բայց Պետրոս ասաց, չէ, դու նոր մարդ ես։ Դու նոր մարդ ես, դու Աստծո որդի ես, որ աշխարհ պիտի գայիր։ Աստված շատ օրհնի իր ժամանակին Եղիային, Երեմիային, Հովանես Մկրտիչին, շատ լավ մարդիկ էին։ Հիմա էլ Աստծո մոտ են։ Բայց դու նոր մարդ ես։ Դու նորն ես։ Այսօր ես ու դու, եթե նախկինում մեզ Երեմիայի տեղն ենք դրել, Եղիայի տեղն ենք դրել, Հովանես Մկրտիչի տեղն ենք դրել, չգիտեմ, Աստծո գեներալներ կան նրանց տեղն ես դրել, ձգտել ես նմանվել նրանց, թող, դու նոր մարդ ես։ Աստված անհատական քո հետ գործ ունի։ Աստված անհատական ամեն մեկիս հետ իր գործն ունի։ Գաղատացիների 6:15 Երբ որ հրեաները դարձ էին եկել, ոմանք դեռ պաշտպանում են իրանց հին սովորությունները, ոնց թե թրպատությունը Աստծուց էր տրված, խո Աստված չէր սխալվել, Աստված էր տվել, հիմի ոնց կարելի է Աստծո ասածը ուրանալ, մոռանալ, չանել, չէ, մենք պիտի թլպատվենք։ Պողոս առաքյալն ասեց, ոչ թլպատությունն է մի բան, ոչ էլ անթլպատությունն է մի բան, այլ նոր մարդ լինելն է մի բան։ Ինչքան թլպատված մարդիկ կան, որ սկել Աստծուն չեն հավատում, կամ Աստծո օրենքներով չեն ապրում։ Հավատում են Աստծո գոյությանը, գիտեն, որ կա Աստված, կա մեկ, որին Աստված ենք ասում, կա մեկ, որ ամեն բան ստեղծել է, բայց Աստծո օրենքներով չեն ապրում, նոր մարդ չեն։ Աստծո ասածը ժամանակի մեջ է, Աստծո ասածը բաներ կա, որ միշտ դա ներկայի մեջ է, բայց բաներ կա պղնձի օձի նման, թլպատության նշանի նման, որ արդեն անցել է։ Պողոս առաքյալը սա թողած առաջ է վազում։ Ժողովուրդ, եկեք ուշադիր լինենք մեր կյանքին։ Մենք տեղում կանգնած ենք, թե առաջ ենք գնում։
Հռոմեացիների 6:4 ասում է. կյանքի նորոգության մեջ պտտեք։ Կյանքի նորոգության մեջ։ Կյանքը նորոգվում է։ Կյանքի նորոգության մեջ։ Եվ կյանքը մենք ենք նորոգում, ժողովուրդ։ Ոմանք աշխարհի մոդայի մեջ են ուզում առաջ գնալ։ Ժողովուրդ, Աստված ինձ ու քեզ գլուխ է ստեղծել։ Այդ մոդան ես ու դու պիտի ստեղծենք։ Այդ գիտությունը մենք պիտի ստեղծենք։ Վերածնունդի ժամանակաշրջանի գիտնականների ստեղծած գիտությունը միջև մի ուժի մեջ է։ Կյանքի նորոգության մեջ պտտենք։ Երիտասարդներ, խնդրում եմ, մի նմանեք աշխարհի մոդան մի ընդունեք։ Այդ մոդան կա խոսակցական ժարգոնի մեջ, կա ընտրած երաժշտության մեջ, կա հագուստի մեջ, կա սանրվածքի մեջ։ Դու ես։ Դու Աստծո որդի ես, դու թագավորի տղա ես։ Մի մոռացիր։ Երկրորդ Կորինթացիների 4:16-ը։ Մեր ներսի մարդը օրե-օր պիտի նորոգվի։ Մեր ներսի մարդը օրե-օր պիտի նորոգվի։ Մի քանի անգամ ասի այդ խոսքի համեմատ նորից կրկնեմ։ Ստուգ եմ, ես նորոգված եմ, թե չէ։ Օրե-օր։ Երբեմն մենք տարի ենք ասում։ Օրե-օր հմ Պողոս առաքյալը 24 ժամը մի նկատի ուներ, թե չգիտեմ, ամիս 1, տարին 1, քներ ենք, մեր ներսի մարդը նորոգվել է, թե չէ։ Արտաքինը ժամանակավորապես է, արտաքինն էլ պետք է լինի վայելուչ, նորոգվի։ Բայց մեր ներսի մարդը, որ երկնքում պիտի լինի, մեր ներսի մարդը, որ երկնքի քաղաքացի Աստված դաստիարակում երկրի վրա մեր միջոցով, մեզ դաստիարակում է, որ երկնքի քաղաքացի լինենք։ Երկինք հին մարդը չի կարող մտնել, ժողովուրդ։ Երկինք նոր մարդն է մտնելու, եւ Աստված երկրի վրա նոր մարդիկ է ստեղծում։ Ոչ թե հողից ու քարից է ստեղծում, այլ արդեն ծնված մարմնեղեն մարդուց նոր մարդ է կերտում։ Երկնքի քաղաքացի լինելու համար։ Մենք շատ ենք ուրախանում, երազում ենք, որ Հիսուս մեր համար այնտեղ բնակարաններ է պատրաստել ու պատրաստում է։ Բայց դու այդ բնակարան կարող ես մտնել, թե չէ։ Դու կարող ես այդ դռնով անցնել ներս։ Նորոգվիր։ Նոր մարդը ինչ է անում։ Նոր մարդը նոր պատվիրաններով ապրում։ Հիսուսն ասաց, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, սիրեք միմյանց այնպես, ինչպես ես սիրեցի։ Նոր մարդը հին բաների չի անում, նոր մարդը նոր բաներ է անում։ Նոր մարդը Մարկոս ավետարան 16:17 նոր լեզուներ է խոսում։ Նոր մարդը նոր լեզուներ է խոսում։ Մի ժամանակ հին մարդը խոսքերի մեջ հայոյանք կար, ժարգոն կար, նախանց կար, տրտունջ կար, չարախոսություն կար, վատ բաներ կար։ Մեկ էլ տեսնում ես այս մարդ արդեն որ խոսում է, գեղեցիկ է խոսում։ Միգուցե սա նաև օտար լեզուներ աղոթելու համար է, չեմ մերժում։ Բայց խոսելու մասին խոսում։ Նոր մարդը նոր լեզուներ պիտի խոսի։ Քո լեզուն պիտի փոխվի։ Դու պետք է ավելի գրագետ խոսես, ավելի մաքուր խոսես, ավելի հեզ խոսես, ավելի սիրով խոսես, որ դիմացի մարդ ուզեն քեզի լսի։ Տարիներ առաջ աշխատանքի ժամանակ 15 տարի առաջ էր։ Մի գիտահետազոտական ինստիտուտի մի գիտաշխատող եկել էր, որ պետք է գնար Մեղրաձորի թունելը ինչ-որ ստուգեին, սպասում էր իր ընկերներին մինչև Երևանից գքան կհասեն, ինքը շուտ էր եկել։ Ահագին խոսեցինք։ Դե բնականաբար։ Օտար մարդու հետ ինչ պիտի խոսաս։ Քաղաքականություն սկսեցինք, եկանք Աստծո խոսքով վերջացրեցինք։ Վերջը որ հելավ գնաց ասում են ինչ լավ, որ քո նման մարդիկ կան երկրի վրա։ Այդ մարդը իմ խոսալուց հաճույք ստացավ։ Ես ուրախացա, որ ինքը տենց արտահայտվեց։ Այսօր դու ինչ-որ մեկի հետ որ խոսում ես։ Այդ մարդը քո խոսքերից, քո տոնայնությունից, քո վարմունքից հաճույք առնում է, թե չէ։ Ասում են նոր երգեր պիտի երգեք։ Եսայի մարգարեության
Ուրեմն 42 գլխում Սաղմոսներում 33, 96, 98, 149 Սաղմոսում ասում է նոր երգեր պիտի երգեք։ Այն չէ, որ այսօր մի հատ նոր երգ են երգում, ես բառերը չէի իմանում, որ հետները երգեի, գրածով էի կարդում։ Ճիշտ է, լավ է, բայց Աստված ոչ միայն դրա մասին է ասում։ Նախկինում դու երգեր էիր երգում, որ քեզ էր ուրախացնում։ Հիմա ես ու դու երգեր պիտի երգենք, որ Աստծուն է ուրախացնում։ Այսօր ուշադիր եղի, ինչ երգեր ես երգում։ Այն որ քեզ դուր է գալիս, այդ երգն ես միայն երգում, թե որ Աստծուն։ Մենք Տեր ունենք, չէ՞ ժողովուրդ ջան, մենք մեր Տերը չենք, մենք Տեր ունենք, մենք տնօրենն ենք։ Մենք երգեր պիտի երգենք, որ Տիրոջն է ուրախացնում։ Դե դա բառերի մեջ է, թե դա երաժշտության մեջ է, թե քո սրտանց երգելու մեջ է, թե քո շատ երգելու մեջ է։ Եկեք Սուրբ Հոգով առաջնորդվենք։ Ամեն ինչը նրան է ուղղված։ Նոր մարդը սա է, ժողովուրդ ջան։ Նոր մարդը նոր լեզուներ է խոսում, նոր մարդը նոր երգեր է երգում։ Ժողովուրդ, ինչ լավ է, որ մենք եկեղեցում ենք, հա։ Մի բան ասեմ, մտներդ պահեք ուզում եք գրեք, չգիտեմ, ես հին մարդը անում է այն, ինչ որ ինքն է ուզում, չհասկանալով։ Հին մարդը անում է այն, ինչ որ ինքն է ուզում, չհասկանալով։ Նոր մարդը անում է այն, ինչ որ Աստված է ուզում, հասկանալով։ Ժողովուրդ, մենք նոր մարդ ենք։ Մենք ինչ որ անում ենք, անկախ մեզանից չենք անում, կախված է մեզանից։ Մենք գիտակցորեն անում ենք այն, ինչ որ Աստված է ուզում։ Ու մենք համաձայն ենք, այնեն չի որ զորով ենք անում։ Հին մարդը, հիշի հին մարդը, քո հին մարդը, որ ժամանակին հին ես եղել, միջև ապաշխարել է։ Անում է այն, ինչ որ ինքն է ուզում անհասկանալի, չհասկանալով։ Այս նոր մարդը, Աստծո մարդը, անում է Աստծո ուզածը հասկանալով։ Հին մարդը ելել է շալակն աշխարհի, նոր մարդը աշխարհն է շալակաստանում։ Իմ խոսքը չի, Պաուլոս Սևակի խոսքերն են։ Եփեսացիների 5:8-ում տեսեք ինչ ասում։ Թեև մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք։ Շատ ենք լսել, որ մի ժամանակ մենք խավարի ենք, խավարի մեջ ենք, Աստված մեզ փոխադրեց լույսի թագավորություն։ Բայց այստեղ ասում է, մի ժամանակ դուք խավար էիք, ասում է, բայց հիմա լույս եք։ Այս ինչ լավ ինքնակնությամբ ենթարկվելու միջոց է, ձև է։ Այս նոր տարվա ընթացքում շատ տներս գնացել։ Որտեղ որ գնացել ես, եթե դու լույս ես, լույս տվել ես, թե չէ։ Այդ ընտանիքը լուսավորվել է, թե չէ։ Կամ քո տուն ինչ-որ մեկը որ եկել է, քո տունը լույս է լցվել, թե չէ։ Թե խավար։ Մենք կարող ենք քննել, ժողովուրդ ջան, քո ներկայությունը, քո աշխատանքի վայրում, քո ներկայությունը ինչ-որ մի նոր վայրում, երիտասարդներ, ուսանողներ, դու քո այդ ուսանողական շրջապատում ինչ ես, լույս ես թե խավար։ Այն որ մենք խավարից լույսին տեղափոխվանք շատ լավ է, բայց այդ լույսի մեջ մենք լույս ենք, թե շարունակում ենք մեր մեջ խավարը պահել, մենք լույսի մեջ ենք, բայց խավարում մեր սրտում խավար կա։ Մեր ներսի մարդու մասին Աստված խոսում։ Այս սենակում շատ լավ լուսավոր է, բայց իմ ու մի քո մեջ այդ լույսը կա, թե չէ։ Ես որ հետում եմ ինչ-որ տեղ, այդ լույսը երևում է, թե չէ։ Ներկան որոշում է մեր ապագան։ Մեր ներկան որոշում է մեր ապագան։ Բայց մեր անցյալը չի որոշում մեր ներկան։ Մեր անցյալը ներված է։ Աստված մեր անցյալը ջնջել է, մոռացել է։ Հներն անցան, ամեն բան նոր եղավ։ Հները մոռանում եմ, դեպի առաջ եմ նայում։
Մեր այսօրվա ներկան որոշում է մեր ապագան։ Բայց մեր անցյալը չի որոշում մեր ներկան։ Մեր ներկան այսօր հիմնված է Աստծո խոսքի վրա։ Ես հներով չէ, որ պիտի ապրեմ կամ ապրում եմ։ Ես նոր մարդ եմ, դու նոր մարդ ես։ Մեր անցյալը ջնջված է, մեր անցյալը ներված է։ Աստված ասեց լույս լինի, եւ լույս եղավ։ Աստված ասեց լույս լինի։ Ոչ թե Աստված ասեց լույս լինի, հրեշտակները գնացին մի էլեկտրակայան ստեղծեցին եւ լույս արտադրեցին։ Աստծո խոսքը լույս դարձավ։ Հիմա Աստված այդ հոգին դրեց իմ ու քո մեջ։ Քո խոսքը լույս դառնում է, թե չէ։ Իմ խոսքը լույս դառնում է, թե չէ։ Ես կարիք ունեմ քննելու ինձ։ Մենք ինչքան տեղ ենք խոսացել, բայց մեր խոսքը լույս չի դարձել։ Տեր Աստված, ներիր մեզ։ Պակասենք։ Սա ցույց է տան, որ մենք պակասենք։ Աճելու տեղ ունենք։ Առակաց 4:20-22-ը։ Ասում են նրա խոսքը բժշկություն է իմ մարմնին։ Նրա խոսքը, Աստծո խոսքը լույս է մեր ճանապարհներին եւ բժշկություն է մեր մարմններին։ Հաջորդը կարդամ, նոր շարունակեմ խոսքս։ Իսկ Առակաց 16:23-24-ում ինչ է ասում։ Ասում է իմաստունի սիրտը իր բերանին իմաստություն կտա։ Վայելուչ խոսքերը միշտ մեղրի խորիսխի պես են, քաղցր է հոգուն ու ոսկորներին բժշկություն է։ Եթե ես նոր մարդ եմ, իմ խոսքը բժշկող կլինի։ Եթե նրա խոսքը բժշկություն է իմ ու քո մարմնին, եթե ես նոր մարդ եմ, ասում եմ, իմաստունի լեզուն իր խոսքին իմաստություն կտա։ Իմ լեզուն, հիմա ես այդ հոգին, եթե իմ մեջ կա, բժշկություն է ինչ-որ մեկի համար, թե չէ։ Համի դա կլինի մտքի բժշկություն, մի հատ չհասկանանք մարմնի բժշկություն, կյանքի փոփոխություն, նորոգություն, մեկի ինչ-որ դարձի գալը, մեկի ինչ-որ տան մեջ խաղաղություն բերելա, ինչ-որ մեկի կյանքում խաղաղություն բերա, իմ ու քո խոսքը խաղաղություն բերում է, թե չէ, բժշկություն բերում է, թե չէ, լույս լինում է, թե չէ։ Մենք կարիք ունենք, Ժողովուրդ ջան, քննելու մեր անձերը, մենք նոր մարդիկ ենք։ Չբավարարվենք միայն նրանով, որ փրկված եմ ու վերջ։ Ժողովուրդ, Աստված փրկված մարդկանց միջոցով գործ է ուզում անել։ Աստծո նպատակը միայն մարդու փրկությունը չէր։ Աստծո նպատակը Աստծո թագավորություն հաստատելն էր երկրի վրա։ Ում միջոցով։ Փրկված մարդկանց միջոցով, նոր մարդկանց միջոցով, ովքեր ունեն նոր մտածելակերպ, ովքեր ունեն նոր արժեքներ, ովքեր դաստիարակվում են երկրի վրա որպես երկնքի քաղաքացիներ։ Աստված մեր միջոցով երկրի վրա գործ է ուզում անել։ Եկեք լինենք գործունյա, աշխատենք, գործենք Աստծո այգում, աշխատենք Աստծո թագավորության համար, լինենք այգում Աստծո այգում իր մշակները, լինենք արդյունավետ, լինենք պտղաբեր, լինենք Աստծուն ուրախացնող։ Եվ Հովանու, երրորդ Հովանու առաջի խոսքերն ասում է, հայրը կուրախանա, երբ որ կտեսնի զավակները քայլում են ճշմարտության մեջ։ Ճշմարտությունը որն է, որ դու օրեօր ճանաչում ես Աստծուն, օրեօր նորոգվում ես, օրեօր լավ բաներ ես անում, օրեօր Աստծուն ուրախացնում ես։ Աստված շատ օրհնի մեզ, բոլորիս։ Շնորհակալություն Աստծուն ամեն ինչի համար, այսօրվա համար։ Եկեք Աստծուն ասենք շնորհակալ ենք, որ ինքը նորոգում է մեզ, նորոգել է, նորոգում է մեր սիրտը, փոխել է եւ իր հոգին դրել է մեր մեջ։ Շնորհակալ ենք Հայր Աստված։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Տեր, քո ստեղծագործության համար, քո կանչի համար, փրկության համար, օրհնության համար, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք քո եկեղեցու համար, շնորհակալ ենք Հայաստանի քո եկեղեցիների համար, շնորհակալ ենք եկեղեցիների միաբանության համար, շնորհակալ ենք հովիվների միաբանության համար, շնորհակալ ենք մեր ազգի խաղաղության համար, օրհնիր Հայաստանը, օրհնիր Հայաստանի քո անունով կոչված բոլոր եկեղեցիները, օրհնիր քո զավակներին իրենց ընտանիքները, Տեր,
Ամեն ընտանիք թող նորոգվի Տեր, մտքի նորոգություն ունենա Տեր, հոգու զորություն ունենա, մարմնի բժշկություն ունենան քո ամեն զավակները Աստված մեր Տեր, օրհնյալ լինի քո անունը մեր նոր տարվա մեջ, օրհնյալ լինի քո անունը 2026 թվականի մեջ, օրհնյալ լինի քո անունը մեր բոլոր օրերի, բոլոր ժամերի մեջ, օրհնություն, գոհություն, շնորհակալություն, պատիվ, մեծարան քեզ Հայր Աստված, ամեն ինչում մեծարվի, փառավորի քո սքանչելի Աստվածային անունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։